Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույսելի ժողովուրդ, այսօր մարտի 26-ն է, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այս ձայնային հաղորդակցությունս հասցեագրված է կոնկրետ Ալեն Սիմոնյանին։ Ես խոսք եմ տվել, որ կլինեմ մաքսիմալ կիրթ, հաշվի առնելով, որ նախընտրական շրջան է սկսվում և զերծ մնալ սեռական բնույթի հավյանքներից։ Այն ինչ որ ես հիմա ուզում էի ասեի, Հայաստանում տեղի ունեցած այդ միջադեպ բզոված զինծառայողների ծնողները ասեցին ու պրծան։ Ես հիմա ուզում եմ այդ նույն Ալենին և Ալենանմաններին հարց տամ։ Դուք գիտակցում եք, չէ՞, ձեր վիճակը։ Դուք գիտակցում եք, որ դուք առանց թիկնապաների չեք կարող շրջել Երևանում։ Չնայած թիկնապաներն էլ խոմ հարյուրներով, հազարներով չի լինելու, որ կլուկ մի 3-4 թիկնապա պիտի ձեզ հասնի եւ վերջ։ Դրանից եկում դուք չեք ունենալու, բայց ժողովրդի դեմ այդ 3-4 թիկնապան ինչ պիտի անի։ Դուք զգում եք ժողովրդի բացասական, ծայրաստիճան բացասական վերաբերմունքը ձեր անձի նկատմամբ։ Ինչքան էլ որ ձեզ անդոն KGB-ի կեղծ թղթեր բերի տա, թե դուք ռեյտինգ ունեք, ձեր ժողովուրդը հարգում է եւ այլն։ Դուք զգում եք, որ դուք մարդկային վիժվածք եք, կամ դու այդ խարի ցավ, մի օր թքում ես մարդկանց վրեն, մի օր զոհված զինծառայողի ծնողին ասում ես արա, մի օր քրֆում ես, ով ես դու, այ բոսյակ, այ անբարոյականի զավակ, դու այդ ժողովրդի հարկերից սնվող պաշտոնյա ես, որի օգտակար գործակիցը հավասար է 0-ի։ Դու մի հատ օգուտ այս երկրին չես տվել, բացի դագաղի մեջ մտնելուց ու նկարվելուց, բացի հարկատուներից եկած գումարները մխսելուց ու լափելուց, այ պետաֆայլ։ Այսօր դու հելել ես զոհված զինծառայողի ծնողին արա ես ասում, մեկին քրֆում ես, այն մյուսին ինչ ես անում։ Այս զոհվածների ծնողները դնեն Նաֆարիտ Բեյնին, իրանց եղած չեղածը։ Այ մանկապիղծ, այ ես էլ բարձ չեմ կարողանում գտնեմ քեզ ասելու, այ բոզի տղա, բոզի տղենք որ չի պրինցիպի քո համար։ Ես ցավում եմ, որ քաղաքական դաշտում, բացի Վարդան Ղուկասյանից ոչ մեկ կանգնած չի այդ զոհված զինծառայողների ծնողների կողքին։ Ուղղակի մերթ հայտնվում, մենք գնում կայանում ենք կողքերը, քաղաքական դիվիդենդ հավաքելու, ինչ-որ մի բան անելու համար, դրանից հետո այդ նույն ծնողներին ասում են լավ է, գնացեք, դուք էլ մեզի պետք չեք։ Այդ ռոբասերժական եւ այլն նմանները։ Դուք այդ մարդկանց երեխեքի գլուխը տարակ կերակ վերջում են պորնիկ են, փնթի բոզը, են գարաժների հետևը գլը անող ագարկ են, կայնավ ասել զոհվել են հանում ոչնչի։ Մեկ այլ բոզի տղեն հելում հայտարարում ասում է թե բան ես խաղություն եմ բերել։ Էս եմ արել, այն եմ արել, 5000 հոգու գլուխ ուտելուց հետո դու խոսում ես խաղությունից։ Դուք տեսեք, դուք զգացեք ձեր մաշկի վրա, տետատետ, ինչպեսին է ժողովրդի Սերժից ըսկ այսքան չեն զզվել, Քոչարյանից այսքան չեն զզվել, ինչ որ ձեզանից են զզվում, այ քպական բոզի տղեք, զգացեք ձեր մաշկի վրա։ Դուք չեք կարանալու վաղը մյուսօր Հայաստանում որևիցե միտեղ փողոց դուրս գալու, Ռուսաստանում էլ չեք կարանալու, Եվրոպաներում էլ վախ պիտի ման գաք, Ամերիկաներն էլ չեմ կարծում եւ այլն, որովհետեւ էլ չեմ ուզում մանրանալ։ Ինձ հազիվ եմ զսպում, կուլտուրական պիտի լինեմ, շատ կարճ եմ ուզում ասել։ Հարգելի ծնողներ, շատ քիչ եք արել, եւ շատ տեղին եք արել, որ իրերը կոչել եք իրենց անուններով։ Դուք ձեզ տղաների վրեժը պիտի լուծեք, ես դա ձեզ խոստանում եմ։ Ուրիշ ոչ մեկ դա ձեզ չի խոստանում, բացի Վարդան Ղուկասյանից։ Դուք ձեր որդիների, ես խոսում եմ այն ծնողների մասին, որոնք որ հիրավի ծնող են, որոնք որ գիտեն ինչ է նշանակում որդու կորուստ եւ այն 10 միլիոն դրամ, 15 միլիոն դրամը չեն վերցրել գնացել զանավես կառե, չի պարե ու որդուին բնմոռացել։ Ես խոսում եմ իրական այն ծնողների մասին, որոնք որ ողբում են իրենց որդների հիշատակը։ Դուք ձեր որդների վրեժը լուծելու եք, ես դա ձեզ խոստանում եմ։ Սա է ուզում ասել, կարճ եւ կոնկրետ։ Հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։